Հետաքրքիր փաստ Աստվածաշնչից։ Հարց եմ տալիս, որից հետո Աստվածաշնչով պատասխանը կտամ։ Ծննդոց գրքում տեսնում ենք, երբ Աստված Ադամին ու Եվային վտարեց Եդեմի պարտեզից։ Դա պատիժ էր, թե օրհնություն։ Կարող ես տեսանյութը տարածել, որպեսզի ընկերներդ էլ իմանան։ Իսկ հիմա եկեք ընթերցենք հարցի պատասխանը եւ տեսնենք, թե ինչ է ասում Աստվածաշունչը։ Ծննդոց 3-րդ գլուխ 24 խոսքն ասում է. «Եվ արտաքսեց Ադամին եւ Եդեմի պարտեզի դիմացը, դրեց քերովբեներին եւ ամեն կողմ դարձող բոցեղեն սուրը, կենաց ծառի ճանապարհը հսկելու համար»։ Այս խոսքերից հասկանում ենք, որ պատժեց։ Բայց եկեք 22-րդ խոսքը ընթերցենք։ Տեր Աստված ասաց. «Ահա Ադամը դարձավ իբրև մեկը մեզանից, բարին ու չարը իմացող։ Այժմ միգուցե իր ձեռքը մեկնի, կենաց ծառից առնի եւ ուտի ու հավիտյան ապրի»։ Այստեղ հարց է ծագում, թե ինչու Աստված չթողեց, որ Ադամը կենաց ծառից ուտի ու մենք հավիտյան ապրենք։ Լավ, եկեք պատկերացնենք, որ Աստված թույլ տար կենաց ծառից Ադամը ուտեր։ Մենք ո՞նց էինք ապրելու։ Իհարկե մեղավոր։ Վտարելուց առաջ արդեն Աստված նախասահմանել էր փրկությունը։ Մի քիչ հետ ենք գնում 14 եւ 15 խոսքերն ենք ընթերցում։ Տեր Աստված ասաց օձին. «Քանի որ դու արեցիր այդ, անիծյալ լինես բոլոր անասունների եւ դաշտային բոլոր կենդանիների մեջ, փորիդ վրա գնաս եւ հող ուտես կյանքիդ բոլոր օրերին։ Ես թշնամություն եմ դնում քո եւ կնոջ միջև, քո սերնդի եւ նրա սերնդի միջև։ Նա քո գլուխը կջախջախի, իսկ դու կխայթես նրա գարշապարը»։ Ինչի մասին էր խոսքը։ Իհարկե Հիսուս Քրիստոսի։ Հիսուս Քրիստոսը ջախջախեց խաչի վրա սատանային, իսկ ովքեր որ հավատում են Հիսուս Քրիստոսին, հավիտենական կյանքում են։ Այսքանը լավ եղեք, Հիսուս Քրիստոսով եղեք։